Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու Եվրամիությանն անդամակցելու գործընթացին Ադրբեջանի հետ խաղաղության թեմային է անդրադարձել երկրորդ նախագահը։ Ռոբերտ Քոչարյանը տեղական մի քանի ԶԼՄ-ների հետ զրույցում ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերություններին պետք է ավելացնել իրանական բաղադրիչը, դրանք վերածելով եռակողմ ձևաչափի։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի անհիմն են այն մեղադրանքները, թե ինքը ցանկանում է իշխանության գալ եւ Հայաստանը դարձնել Ռուսաստանի եւ Բելարուսի հետ միութենական պետության անդամ։ Այն ժամանակ համարում էի, որ առաջնահերթ խնդիրը Հայաստանի համար անվտանգային հարցն է։ Կար Ղարաբաղի հարց, կար անվտանգության հարց, եւ համարել եմ, որ պետք է նախագահ ընտրվի մարդ, որը այդ ոլորտին տիրապետում է լիարժեք։ Եվ Սերժ Սարգսյանը տարիներ աշխատած եւ պաշտպանության նախարարությունում, եւ անվտանգությունում, եւ Ղարաբաղի հետ պատերազմի փորձ ունի, այդ տեսանկյունից զուտ ռացիոնալ ընտրության տեսանկյունից ամեն ինչ ճիշտ որոշում է։ Բայց ես երբեք չեմ իմացել, որ հետագայում չեմ մտածել, որ կարող է հետագայում այսպիսի զարգացումներ լինել։ Հիմա էլ եք համարում ամենաճիշտ Ես այն ժամանակ ամենից sense ռացիոնալ բացատրությունը սա էր,